Անջատիրություն հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ կրկին ես Հայրապետ Հայրապետյանս եմ։ Այսօրվա մեր հյուրը Վարդան Գերավետյանն է։ Նա Սասնա Ծռեր խմբի անդամներից մեկն է եւ ՊՊՑ գնդի ազատագրման մասնակիցներից մեկն է։ Բարև ձեզ, պարոն Գերավետյան, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ։ Լավ։ Շատ հաճելի է ձեզ հետ ծանոթանալ, անչափ սպասում էի ձեր հետ հանդիպմանը, որովհետև ես հիշում եմ 10 տարի առաջ դուք ներսնում էիք ՊՊՑ գնդի, ես դրսում էի աջակիցների հետ եւ կուզենայի մի փոքր մեր տպավորությունները փորձենք մտաբերել, վերհիշել եւ ընդհանուր արձագանքը այդ գործողություններից ինչ ելք ունեցավ, ինչ հետք թողեց մեր հայրենակիցների վրա եւ իրականության վրա։ Եվ այսպես, պարոն Գերավետյան, մենք ունենք բազմաթիվ հարցեր եւ առաջին հարցերից մեկը հետեւյալն է. Եթե վերադառնայիք 2016 թվական ծռերի գործողություններին, կա ինչ-որ մի բան, որ կարելի էր փոխել հաշվի առնելով հետագա զարգացումները։ Շատ բարդ հարց է եւ հետաքրքրականը նա է, որ ես էլ եմ շատ անգամ մտորել, բայց ինչպես ասում են, ինչ որ իրականացել է, դա եղելություն է, իսկ նա ինչը որ մենք սկսում ենք ենթադրել, դա արդեն մի քիչ ոնց որ ասած երազանքների ոլորտից է, բայց ես չգիտեմ, միգուցե մենք եթե գնդից դուրս գայինք այլ հունով գնար ամեն ինչ, բայց Աստված գիտի ինչ կլիներ, կարողա շատ մեծ զոհեր լինեին, կարողա եւ ինչ որ խնդիրը նրանում է, որ շատ մարդիկ կային մինչև մեր գունդ մտնելը, եթե մեր ժողովուրդը ձեռքը դնի իր սրտին, հաստատ կմտաբերի, որ մոտավորապես երևի մի 85%-ը ասում էին, որ նախկին ռեժիմից առանց զինված ձևի հնարավոր չի ձերբազատվել։ Դա փաստ է։ Մարդիկ կան ուրանում են, մարդիկ կան մոռացել են, մարդիկ կան չգիտեմ ինչեր են խոսում հիմա, բայց ամեն դեպքում դա էր։ Ու երբ որ իրականացավ, պատահական չէր, որ ժողովուրդը բավականին մեծ աջակցություն ցուցաբերեց մեզ։ Այսինքն այն պահը, որ փորձում էին մեզ ներկայացնել որպես ահաբեկիչներ, դա չանցավ, որովհետև աշխարհում նման նախադեպ չի եղել, որ ինչ որ ահաբեկիչներ ինչ որ մի գործողություն են անում եւ ժողովուրդը, կարելի ասել համայն հայությունը, սկսած Միացյալ Նահանգներից եւ տարբեր միջավայրերում, որտեղ մենք սփյուռք ունենք, բոլորը սատարում էին բարոյապես եւ հնարավորինս փորձում էին ինչ որ բանով օգտակար լինել։ Այնպես որ այդ բանը չանցավ եւ դա ցույցիչ էր, որ այդ իշխանությունը ատելի էր մեր ժողովրդի համար եւ կային մարդիկ, որոնք մինչ մեր զինված գործողության դիմելը ասում էին, որ մենք դե քաղաքականությամբ չենք ուզում զբաղվել եւ այլը, մենք գործողության մարդիկ ենք, կռված մարդիկ ենք, երբ որ դուք ինչ որ մի լուրջ բան կանեք, մենք ձեզ կմիանանք։ Ավաղ չմիացան։ Ներեցեք, կներեք ընդհատելու համար այդ ժամանակահատվածում էին այդ արտահայտությունը անում։ Դե մինչև մեր գունդ մտնելը, տարբեր հանդիպումների, տարբեր բաների ժամանակ, երբ որ մենք խոսում էինք ավելի ակտիվ գործողությունների մասին, մարդիկ կային, որ ասում էին, հա, մենք համաձայն ենք, որ իրոք հնարավոր չի ձերբազատվել իշխանությունից, այդ ռեժիմից խաղաղ միջոցներով, բայց մենք ոնց որ ասած կոպիտ ասած դրոշակ բռնող չենք, միտինգ անող չենք ցույցերի բաների, երբ որ կգա պահը մենք կանենք, կմիանանք, բայց եկավ պահը չմիացան այդ մարդիկ ու այդ հիմնական բեռը մնաց հենց գնդի սահմաններում, մնաց 30 հոգու վրա կարելի ասել, եթե մի փոքր ակտիվություն լիներ, մի երկու խումբել գոնե նմանատիպ ինչ որ գործողություններ անեին Հայաստանի այլ վայրերում կամ թեկուզ Երևանում ինչ որ մեկ այլ լրիվ պատկերը բնականաբար ուրիշ կլիներ
Հետո հաշվի առնենք, որ ռեժիմը այդ ժամանակ դեռ բավականին ուժեղ էր, Մոսկվայի աջակցությունը կար, պատերազմը Ուկրաինայում չկար եւ ընդհանրապես այդ համակարգը ինքը բավականին դեռ հզոր էր։ Այսինքն նրան շատ ավելի զորեղ ձևով էր պետք հարվածել, որ նրան այսպես ասած տեղից անել, բայց այնուամենայնիվ փաստը ցույց տվեց, որ թեկուզ այն ավարտը, ինչը որ եղավ, միևնույնն է, ռեժիմը մենք կիսեցինք։ Այսինքն Մոսկվան հասկացավ, որ ժողովուրդը արդեն ատում է նախկին ռեժիմը, եւ դրա համար Կարեն Կարապետյանին ուղարկեցին, գործուղեցին, այսպես ասած, Հայաստան, որը մեր ժողովրդի մեջ տարեց մարդկանց մոտ, կանանց մոտ ուներ համակրանք ուներ եւ ըստ էության ոնց որ ասած անկախ նրանից որ նա ըստիս ոչինչ փոխողը չէր, որովհետև նա նույն համակարգի ներկայացուցիչն էր, ուղղակի ի տարբերություն Սերժիկ Սարգսյանի ինքը շատ ավելի կարդացած եւ գրագետ մարդ է։ Մի տարբերությամբ եւ որովհետև կոնկրետ իր անվան հետ կապված լուրջ բաներ չկար մեր ժողովրդի հիշողության մեջ, ոնց որ ասած բանը փոխեցին արտաքին փաթեթը փոխեցին, որ այ հիմա վերցրեք սա ավելի լավն է։ Իրականում դա ոչինչ չէր փոխելու, ուղղակի շատ անգամ ի տարբերություն ասում եմ Սերժիկ Սարգսյանի, որը ես այդքան էլ մեծ կարծիքի չեմ նրա sense ասած ունակությունների վրա, ինտելեկտուալ, Կարեն Կարապետյանը շատ ավելի ինքնուրույն էր գործելու, որտեվ շատ հարցերում պետք չէր լինելու ինքը անընդհատ հարցները, որտեվ նրա, այսպես ասած, բանը ունակությունները շատ ավելի բարձր են։ Դենց որ հələ հայտնի չի, կարող է ավելի մեծ պատոհաս լիներ մեր վրա, բայց ես անձնական շփումներ ունեցել եմ նրա հետ, առիթ եղել ես գերակաշահի հետ վերաբերյալ եւ համենայն դեպս նրա հետ խոսել լինում էր, ինչ որ բանն է լսում էր, բայց իրականում էլի եմ ասում, լինելով համակարգի մարդ, մանավանդ ինքը ռուսական, այսպես ասած, օլիգարխ է, կարելի ասել, մեծահարուստ մարդ է, ռուսական է, բանի Գազպրոմի կարկառուն ներկայացուցիչներից, դրա համար ինքը ցանկության դեպքում էլ չէր գնա ոչ մի, որտեվ ինքը չէր վտանգելու ոչ իր կյանքը, ոչ իր ընտանիքի կյանքը, առոք-փառոք իր համար ապրում էր ու շարունակում է ապրել։ Ներսում Հայաստանում էլ բիզնեսներ ունի, այնպես որ նույն Հրազդանի կիրճը, որ ապականվեց այդ մեկը մյուսի հետևից կառուցված ռեստորաններով, դրանցից մեկը պատկանում է նաև Կարեն Կարապետյանին։ Այնպես որ սա էր իրավիճակը, բայց ժողովուրդը ցուցադրեց, որ ինքը ունի այդ ներքին մղումը, ունի այդ ներքին պոտենցիալը եւ ինքը պատրաստ է այն պարագայում, երբ որ ինքը հավատ են ներշնչում այն մարդիկ, որոնք փորձում են գլխավորել համաժողովրդական շարժումը, մենք փաստորեն ժողովրդի աջակցություն ունեցանք, վստահություն ունեցանք։ Եվ մեր ժողովրդին, որ հիմա էլ շատերը պախարակում են կամ վատ խոսքերով, չգիտեմ, ժեխ են, ինչ են, ես կատեգորիկ դրա հետ համաձայն չեմ, որովհետև մենք թե 16 թվականին տեսանք մեր ժողովրդի ինչպես է պահում, տեսանք 18 թվականին ինչպես հավատալով խափնվեցին, բայց միևնույնն է էլի ցույց տվեցին, ինչ կարգի կարող են միասնական լինել, 20 թվականին ցույց տվեցին, երբ որ երկու պարով գնում էին պատերազմ, որ վերջապես տպավորություն էր, որ մեր տղամարդիկ, մեր ժողովուրդը ինչ որտեղ ուրախել էր, որ վերջապես այդ հանգույցը պայթեց, այդ թարախակալած Արցախյան հիմնախնդրի հետ կապված, որ վերջապես այս ադրբեջանցիներին դնենք իրանց տեղը ու պրծնենք այդ հարցով երկար տարիներ Եվ կդնեինք եւ դնում էինք այդ կարգի դավաճանություն, այդ կարգի անկազմակերպվածություն, որ եղավ 20 թվականին, այնուամենայնիվ փաստ է, որ Ադրբեջանը կրել է շատ ավելի մեծ կորուստներ
Եվ ըստ էության նրանք շատ չնչին հաջողության էին հասել մենակ ջրականի հատվածում Ջաբրայիլի, ոնց որ իրենք են ասում այդ հարթավայրի, որը Արաքս մի կողմից Արաքսն է, մյուս կողմից արդեն լեռնային հատվածն է գալիս։ Ես իմիջայլոց բավականին ոգևորված էի այդ պահին, որովհետև մտածում էի, ես էլ որպես sense ասած տրամաբանող մարդ, ռազմական բանով մտածում էի, որ թողնելով թշնամուն մտնել այդ նեղ հատվածը, շատ հեշտ բարձունքներից կարելի էր նրանց մասնատել եւ ոչնչացնել մի քանի կետերից հարվածներով իջնելով դեպի Արաքս։ Բայց իրականում են ոնց որ այդ արծրուն ինչան էր Մինասյան ստուտասանկար, չէ, Նիկոլի նման։ Նա էր բանանում այդ գյորբագյոր, չգիտեմ ես ինչ գործողություն եւ վերջը այդ գյորբագյորը բերեցին մեր գլխին։ Այսինքն, հա, էլի շատ ցավալի է ու այնուամենայնիվ, որ ասում են հանուն ոչնչի, այդ ոչնչությունները, որ ասում են հանուն ոչնչի են մեր տղաները, զոհվել թե նախկինում թե հետագայում։ Այսինքն դա միևնույն է հանուն ոչնչի չի։ Թուրքը այդ Ադրբեջանի անհասկանալի այդ ազգը որ կա, այնտեղ նորմալ ազգեր էլ կան, էլի, թալիշներ, լեզգիններ, ավարներ, բայց մոգուզ են, ինչ են, Ալթայից են, թե որտեղից են, ինչ որ անհասկանալի այդ խաժամուժը, որ ի վերջո ադրբեջանցի կոչեցին, նրանք հասկացան, որ հայերը թեկուզ նման իրավիճակում կարողացան իրանց շատ լուրջ հակահարված տալ։ Բայ եթե կազմակերպված լիներ, բայ եթե ամեն ինչ լիներ, էլ չեմ ասում, որ թեկուզ այդ հարթավայրը գրավելուց հետո գործողությունները ռազմական տեղափոխվելու են անտառային եւ լեռնային հատվածներ, որտեղ ըստ իս կարելի էր տարիներով պարտիզանական պայքար մղել։ Բայց դե նաեւ չմոռանանք, որ մեր 5 բանակային կորպուսներից ոչ մի հատը իր տեղից չի շարժվել։ Այսինքն ստացվում է, որ մենք կռվել ենք հիմնականում այդ մոբիլիզացիոն ուժերի ձեռքով, Արցախի բանակի, որը տեղում էր եւ Հայաստանից մի մասը, որոնք կային արդեն այդ բանակի մեջ Արցախի եւ այստեղից գնացած մարդիկ էին, որոնք շատերը ես չգիտեմ, վերջի անգամ երբ էին ավտոմատ տեսել։ Հատուկ արվեց այդ ամեն ինչը։ Այսինքն մենք կռվել ենք մի ձեռքով, իսկ Ադրբեջանը կռվել է ամբողջ ուժով, գումարած Սիրիայի վարձկաններ, Պակիստանի վարձկաններ, Թուրքիայի հատուկ ծառայության միջոցներով, այնպես որ այդքանով հանդերձ ես մինչև հիմա զարմացած եմ, ոնց ենք մենք այդքան 44 օր դիմակայել եւ ունեցել ենք այն հաջողությունը, որ նրանք ըստ էության շատ քիչ առաջ խաղացում ունեին, բոլոր մյուս հատվածներում մի 2-3 կիլոմետր էին ընդամենը առաջ եկել, եթե այդ ջրականի հատվածը հաշվի չառնենք։ Այնպես որ թշնամին մեր հասկացավ, որ եթե այս ժողովուրդը համախմբվեց, իր ատամները կոտրելու է։ Դրա համար են իրանք այս բանի ազդեցության գործակալի միջոցով, որը զբաղեցնում է ցավոք սրտի մեր իշխանության ղեկավարն է, վարչապետն է, սրա միջոցով ինքը անում է այն, ինչը չէին անի բանակներ։ Սա ներսից կազմաքանդում է Հայաստանը, այսինքն ոնց որ ինքը անի այն, ինչը որ բանի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անում էին դենացիֆիկացիա էին անում բաներին, գերմանացիներին, այսինքն բոլոր նշանալի նացիստական ղեկավարներին կամ ոչ մասնակիցների հեռացրեցին իշխանությունից, հեռացրեցին ընդհանրապես հնարավորություն չտվեցին մասնակցելու իշխանության կազմավորման եւ բոլոր սիմվոլիկաներները ամեն ինչները այդ ամեն ինչը վերացրեցին, որ այդ ազգայնական բաները մարի վերացնեն։ Հիմա մեր ազգային ներքին մղումները ոչնչացնելու համար եւ մեզ մատուցելու թշնամուն արդեն անպաշտպան ձևով բարի հոգեբանական առումով նաեւ կրճատելով բանակը, հիմա այս ողորմելին, այս պատուհասը այդ ամեն ինչը իրականացնում է ներսից։ Բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը
իրոք մեծամասնությամբ միգուցե անտարբեր է, կան մարդիկ, որ միգուցե թեկուզ թքած ունեն ադրբեջանական բենզին էլ կառնեն, նրանց հետ մուղամներ էլ կերքեն, կան նմանատիպ այդ ժեխը դրանք են, նմանատիպ ակակներ կան, այո, բայց այնուամենայնիվ հավաքական մենք տարիների ընթացքում տեսել ենք մեր ժողովուրդը ինչպես է մի մարդու նման համախմբվում այն ուժերի շուրջը կամ այն մարդկանց, որոնց ինքը վստահում է։ Ուղղակի նրանք ամեն ինչ անում են, որ բարոյապես կայուն, ազգին նվիրված մարդկանց վարկաբեկեն ԱԱՑ-ի միջոցով, տարբեր տիպի գործակալների, թե ռուսական, թե այլ Մոսադ կլինի, ինչ կլինի, տարբեր տիպի, որոնք շահագրգռված են Հայաստանի մարիոնետ այս վիճակից օգտվելու առումով, բնականաբար նրանք դա են անում, որովհետև հեռատես իմիջիալոց շատ գրագետ են անում, ասեմ, կարելի է սովորել նաև թշնամուց։ Իրանք ամեն ինչ շատ ճշգրիտ, ես մեկ-մեկ ինձ դնում եմ նրանց փոխարեն ու շատ հարցերում տեսնում եմ, որ երևի ես էլ տենց կվարվեի թշնամու հետ։ Սատանան ինտելեկտուալ է։ Հա, իհարկե, խելացի ղեկավարը կամ ստրատեգը ինքը պարտադիր չի դու քո բանակը անես զոհեր տաս։ Եթե դու կարող ես հակառակորդի, մենք մեր պատմությունից էլ բազմաթիվ ունենք օրինակներ, չնայած մեր պատմությունում շատերը ասում են մեր ժողովրդի հիմնական խնդիրները նրանում է, որ մենք շատ դավաճաններ ենք ունեցել, ինչի հետ ես համամիտ չեմ, որովհետև եթե մենք վերցնենք ցանկացած պատմական հատված մի 100 տարի, գցենք Ֆրանսիայի պատմությունից, Անգլիայի կամ տարբեր երկրների, մենք կտեսնենք, որ այնտեղ դավաճաններ միգուցե ավելի շատ են եղել։ Նրանք էլ էին իշխանները, նրանց այդ դուքսերը, նրանց իշխանները իրար հետ անընդհատ պատերազմում էին, մեկը մեկի տակ փորում էին, թեկուզ օրինակ նույն Մարիա Մեդիչի Ֆրանսիայի պատմությունից օրինակ վերցնենք, նա էլ Իտալիայից է թունավորման մշակույթը բերեց, ոչ ցանկալի հակառակորդներին թունավորել է։ Չնայած դա միշտ է եղել, բայց տարբեր դարերում, տարբեր կառավարիչների ժամանակ այս կամ այն մեթոդները շատ ավելի ակտուալ էին դառնում։ Պարոն Գերայցյան, մենք մի փոքր շեղվեցինք այս ամենով, մենք այսօր ուզում ենք ավելի շեշտադրությունը դնել հենց այդ ժամանակը 2016 թվականի ժամանակահատվածի վրա, ՊՊՑ գնդի, քանի որ շուտով 10 տարին է լրանում, եւ վերադառնալով նախորդ ձեր մտքին, որ Կրեմլի հետ կապված մենք ունենք հարց, որը հետեւյալն է հնչում, ծռերի պապստամբությունը Սերժին փրկեց, թե հեղինակազրկեց Կրեմլի աչքերում։ Ինչ որտեղ փրկեց այն առումով, որ ապստամբությունը իր նպատակին գլոբալ առումով չհասավ, այսինքն ինքը մնաց իշխանությանը, բայց շուտվանից էր արդեն ինձ թվում է Կրեմլի աչքից ընկել, դե այնպես չի, որ ռուսական գործակալները լեգալ ձևով գտնվում են Հայաստանում։ Մեր ԱԱՑ-ի երևի հիմնական զանգվածը ուսուցանել է Լուբնանկայում, KGB-ում, FSB-ի կադրերն են, այսպես ասած, եւ ես վստահ եմ, որ նրանց վրա այդ ուսուցանման տարիներին բավականին լուրջ երևի կոմպրոմատել կլինի, ուր գնացին, ում հետ քնեցին, ում հետ զարթնեցին, ինչ արեցին, նրանց սեռական ուղղվածությունները, նրանց բարոյական ուղղվածությունները հաստատ Մոսկվայում անգիր գիտեն եւ շատ հեշտ կարող են մանիպուլացնել։ Ես դրա մասին շատ եմ խոսել եւ ոչ միայն ես, բոլոր մարդիկ, որոնք մի փոքր այդ ոլորտից հասկանում են, պարզ է, որ եթե երկիրը չունի բանը, մեր ԱԱՑ-ն ինչ է, դա պետական իմունիտետն է։ Այսինքն, եթե քո օրգանիզմը ախտահարված է եւ քո ներքին անվտանգությունը չի աշխատում, հերիք չի հլնա աշխատում է հակառակ ինչ որ պետության համար, որը ձևացնում է, որ ինքը բարեկամական է, բայց իրականում պարզվում է, որ ֆորս մաժորային իրավիճակներում ինքը պատրաստ է քեզ դավաճանել։ Այն ռուսները
մի հատ ասացվածք ունեն, որ ասում է в гробу я видел такого союзника. Հիմա էսա նրանք մենք տեսանք այս պատերազմի ժամանակ 20 թվականի թե ինչպես իրենց դրսևորեցին։ Կարող ենք ասել, որ ով էլ որ գա, եթե լինի Կրեմլա հպատակ, Կրեմլը օգտագործելու է նրանց եւ ժամանակի ընթացքում ժողովրդի աչքից ընկնելու է, քանի որ Կրեմլի հրամաններն է կատարելու եւ այդ անհատին անելու շպրտելու են կամ հեղափոխություն են ալելու ինչ որ կերպ փոխելու են այդ անհատին, այնպես որ ով էլ գա, եթե Կրեմլը հպատակ լինի, նրան վաղ թե ուշ հեռացնելու են այս կամ այն կերպ։ Դե միանշանակ երևի կարելի ասել 99%-ով այդպես է լինելու, չնայած պատմությունը գիտի նաև օրինակներ կան, որ ինչ որ գործակալ կամ մեկ այլ երկրի ազդեցության տակ գտնվող անձը պարզվում է եղել է բավականին բարձր որակներ է ներքին ունեցել եւ իր երկրին է ծառայել։ Այսինքն ամենավառ օրինակը դա Եկատերինա II օրինակն է, որը լինելով նա ծնվել է գերմանական, հիմա այդ քաղաքը իհարկե Լեհաստանում է գտնվում, Շետինում, նրան երբ որ ուղարկվեց Ելիզավետայի Պետրոս առաջինի աղջկա բանով կանչով նրան ուղարկեցին Պետրոսի թոռան համար, ամուսնության համար, նրա մայրը բացարձակ գործակալ էր Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծի եւ բնականաբար աղջիկն էլ թեթև մասնակցություն ուներ այդ ամեն ինչին, հետո բացահայտվեց, որ նա գործակալ է, մորը հետ ուղարկեցին, մնաց աղջիկը, բայց տեսեք Ռուսաստանի համար ինչ հզոր կայսրուհին է եղավ, թե հզորացրեց թե բանակը, թե տարածքները լայնացրեց, օրինակ նույնանման մենք կարող էլ խոսենք նաև հիշենք մեր պատմությունից Տիգրան Մեծին, որը համարյա մինչև 40 տարեկան պատանդ էր պարթևական թագավորության ներքո, բայց այնուամենայնիվ պատկերացրեք իր գիտակից կյանքի այն մասը 18 տարեկանից համարյա մինչև 40 նա եղել է պատանդ, այսինքն ունենալով հայկական գեները, ներքին այդ պոտենցիալը, նա դաստիարակվել է պարթևական արքունիքում եւ նրանք չէին էլ մտածում, որ կարող է իրանց մարդը, իրանք մտածում էին Տիգրան Մեծը կլինի գործակալ, կնստի հայկական գահին եւ կանի այն ինչը որ պետք է դեմս Հռոմի, որտեվ Հռոմն էր հիմնական, այսպես ասած, հակառակորդը Պարթևստանի, բայց եկեք ու տեսեք, որ Տիգրանը վերադառնալով լրիվ հակառակ տարբերակը դուրս եկավ եւ արշավեց Պարթևստան եւ պարտադրեց շահանշահին Տիտղոսը զիջի եւ արքայից արքան ամբողջ ահռելի տարածաշրջանի դարավ մեր Տիգրան Մեծը, մեր թագավորը, բայց դա բացառիկ դեպքեր են, բայց այնուամենայնիվ լինում են, դա կախված է նրանից, թե տվյալ անձը ինչ ներքին ունի նախ ինտելեկտի հարցը, որտեվ ինչքան մարդու ինտելեկտը բարձր է, այդքան ինքը չենթարկվող է, որովհետև ինքը իր գինը, իր արժեքը գիտի եւ ամեն մի հիմարի ասածին չի լսի, բայց երբ որ ինքը ոչնչություն է, հենա տեսնում ենք, մի հատ ոչնչություն նստած է Հայաստանում, նա ենթարկվում է բոլորին, ընդեղից Կրեմլից սխմում են, նա նրա տակածառվում, Անկարայից Անկարայի, Բաքվից Բաքվի, Եվրոպայից Եվրոպայի եւ այսինքն նա բոլորին սպասարկում է, դրա համար ինքը բոլորի համար զզվելի է, ոչ մի նորմալ պետության ղեկավար չի կարող սրան նայելով ինչ որ բան ունենա, ես պատկերացնում եմ ինչ տհաճությամբ են շփվում, որտեղ ոչ մի ղեկավար երկրի նման բան հենա, տեսեք վառ օրինակ Գրենլանդիայի ժողովրդին Տրամպը ասեց ձեզ ամեն մեկին $10,000 կտամ, համաձայնվեք մերժեցին, 100,000 մերժեցին, $1 միլիոն, ամեն մեկին $1 միլիոն տալի, միանգամից ամբողջ ազգը 56,000 բնակիչը կարող են դառնալ միլիոնատեր, ասում են արա փողերը վերցրա գնա թող հանգիստ ապրենք, ամեն ինչ չի փողով, ես մտածում եմ, օրինակ եթե նման առաջարկ
Հայաստանում անեն հիմա, պատկերացնում եմ ինչքան աղբա ջրերից դուրս գալու, վազելով գնալու են ինչ 1 միլիոնը 10,000-ն էլ վազելով կվերցնեն։ Կա, բայց դա ինձ թվում է փոքր քանակություն են կազմում, որը որ իհարկե Նժդեի ասած այդ հայ տականքը բարձրացել է, դարել է իշխանավոր եւ կակիստոկրատիա կոչված մոդելն է հիմա Հայաստանում։ Այո։ Հազիվ եկել են փող երես են տեսել, անգրագետ, ինչ որ իրանք էլ չգիտեն ինչ են անում։ Հրամաններ են մենակ թե կատարում։ Տականք ասեցիք իմիջալոց հիշեցի, եկեք մի հիշենք դրան հենց 2016 թվականի գնդի գրավման ընթացքում նրա դերակատարությունը, ես հիշում եմ, որ առավոտյան էր, եթե չեմ սխալվում, թե կեսօր ես եկա խորենացի ու ինքը ինչ որ փորձել էր, որ հիշում ժողովուրդը իրեն շատ կոպիտ բառերով փորձում էր բեմից հեռացնել արդեն, որովհետև իրան ինքը ինչ որ ընդդեմ էր խոսացել ՊՊՑ գնդի գրավման եւ փորձում էր այդ ամբողջ հեղափոխական ալիքը իրանով անել, թե ինչ էս շուտ աղոթի շուտ բան եմ հիշում, դրան կանադառնակ։ Դե ինքը ըստ էության հիմա հետ նայելով ինքը եկավ հետախուզման, դե նա գունդ մտավ, շատերը օրինակ Զարուհի Փոստանջյանն էր շատ դժգոհում, դե նա ատելով ատում էր Նիկոլին մինչև հիմա էլ, ասում էր բա ինչի ինձ թույլ չտվեցին, կամ մեկ այլ մարդու հենց Նիկոլին թույլ տվեցին, ինքը դեռ մինչև Նիկոլի իշխանության գալն էր ասում, որ նա լրտես էր, որ նա եկել էր հենց այդ նպատակով եւ այլ եւ այլ։ Ամեն դեպքում հիմա հետ նայելով մենք տեսնում ենք, եթե մարդ չունի բարոյական ոչ մի ներքին, ոչ արգելակ, ոչ ինչ որ մղումներ, նրա ընդամենը ամեն ինչ ուղղված է եղել իշխանության գալը, իշխանությանը ծածուկ ծառայել է նախքին, երբ որ Սամվել Ալեքսանյանը ասեց դե մերոնցից է, ըստ էության նա չէր ստում, երբ որ խոսք գնաց Նիկոլի ժամանակ, դեռ երբ որ նա պատգամավոր էր, երբ որ տենց բաներ անում, թոշակառուների համար կուրծքը ծեծում էր, իսկ հիմա ասում է 11,000 ավել փող տանք ինչ են անելու։ Դե չգիտեմ ինչ են անելու, նրա կինը իհարկե 11,000-ով մազերը չի գնա Վարսա Հարդարի մոտ, հաստատ 11,000-ով չեն անի ոչինչ։ Արդեն փոխելով իրենց կենցաղը, նրանք արդեն իրենց դրել են, չգիտեմ ինչի տեղ, դե Աստված իրենց ասենց ասած դատավոր, բացի նրանից, որ մեր ժողովուրդը պետք է դատավոր լինի, բայց դե Աստված էլ դատավոր կլինի, որտեվ նման տականքություն սեփական ժողովրդի հանդեպ ինձ թվում է Աստծուն էլ ազզվելի։ Հենց որ ինձ թվում է ինքը դժոխքում էլ իրան չեն ընդունի։ Դե ըստ էության դժոխքա դրախտա ինչա, ես մի քիչ իհարկե այդ ամեն ինչին ունեմ սեփական տեսակետները, բայց որ հոգին մարդու անմահ է, ես դա ընդունում եմ, այնպես որ ինքը էլի հայտնվելու այնտեղ, դե մենք էլ ենք այնտեղ հայտնվելու ու ասելու ենք ինքը ով է։ Հենց որ մարդիկ ըստ էության շատ լավ իմանալու են ինքը ինչ է իրենից ներկայացնում եւ իր դժբախտությունը դժոխքի նրանում է, որ դու այնտեղ անմահ ես եւ այդ զզվանքը, եթե այդտեղ մարդու կյանքով է սահմանափակված, այնտեղ սահմանափակված չի, հավերժ է այդ զզվանքը լինելու։ Հենց որ ինքը, չգիտեմ, միլիոնավոր տարիներով առհամարված է լինելու, ինձ թվում է դժոխքը հենց մարդկային առումով դա է, երբ որ այս երկնային կյանքից մարդիկ ինքնադրսևորվում են, ցույց են տալի իրենց էությունը, հետո գնում են դեպի անմահություն եւ այդ անմահության մեջ իմանալով ով է, արդեն նրանք առհամարված լինելով, դե չգիտեմ, դե գնացեք ապրեք տենց, թող զզվեն ձեզնից բոլորը։ Այսպեսի հարց ծագեց, դուք հետևում եք Իրանում տեղի ունեցողին, այնտեղ իրանցի երիտասարդները թե ինչպես են ամեն կերպ կլինի ինչ որտեղ զենքով, ինչ որտեղ մահակներով, քրդերն են անգամ զենքով պայքարում, դուք նախանձախնդրությամբ հետևում եք այդ ամենին, ինչպես եք զգում։
Իմիջայլոց այ քրդերի մասին խոսեցիք, չնայած քրդերը ոչ պակաս քան թուրքերը 15 թվականին եւ հետագայում էլ մեզ պակաս վնաս չեն տվել, այդ Համիդիեն, որ ստեղծվել էր նրանց կողմից այդ խուժանը, բայց դե նրանք այս նոր Աստծո պատժից էին խոսում, նրանք պատժվեցին հենց նույն թուրքերի կողմից, որովհետև նրանք էլ ինքնավարության հույսերով էին այդ ամենը անում, ի վերջո մի գենոցիդ էլ նրանք ստացան, մի հատ լավ դաս ստացան, բայց այնուամենայնիվ ես որ նայում եմ առանձնահատուկ նրանց կանայք, ինչպես են մասնակցում բոլոր տիպի, միայն Իրանում չէ, Իրաքում էլ էին մասնակցում, դե նրանց այսպես ասած բնակության արեալը տարածվում է մի քանի պետությունների մեջ են նրանք բաժանված, դրա համար էլ բոլոր այդ շահագրգիռ կողմերը, թե Իրանը, Իրաքը, Սիրիան, բոլորն էլ շահագրգռված էին քրդերին իրենց տեղը դնելու, որտեվ եթե պորտ կար, այդ խնդիրը բոլորի համար էր լինելու, բայց այնուամենայնիվ ես ինչ որտեղ կա նման բան, որ ասում եք, ես շատ կուզենայի, որ մեր տղամարդիկ, մեր ժողովուրդը մի փոքր ավելի ներքին ակտիվ լիներ, ունակ լիներ իր իրավունքները պաշտպանելու, որովհետև եթե դե 20 թվականից հետո այս ողորմելին, որ նորից ընտրվեց, սա խոսում է, որ մեր ազգը կորցրել է իր մեծամասնությամբ կորցրել է իր պատմական այդ պայքարի ուժը երևի վերջի անգամ զուտ ազգային առումով մենք դա տեսել ենք Զորավար Անդրանիկի եւ Նժդեի զորաբանակներն են ցուցաբերել նման արյուծ Ես կարծում եմ, որ Սասնա ծռերի գործողությունը հենց այդ հիշեցումն էր, որ ժողովուրդ դուք իրավունք ունեք այդ պատվի զգացողություններ, որտեղ ես կրկին այն մյուս կողմում, որ գտնվում էի ժողովրդի հետ շփվելիս, մենք բոլորս այնքան հպարտությամբ էինք, որ ազգի մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր որ ինչ որ գործողություն արեցին դա պետք չի ուրանալ, դա պետք է շեշտել, որ մենք ունեցել ենք ՊՊՑ գունդ եւ դա իր ալիքները հետագայի վրա ունեցել է եւ ունենալու է դեռ դրա ալիքները դեռ շատ մեծ հետք են թողնելու այնպես որ խնդրեմ շարունակեք Ես ասեցի միտքս մի փոքր ավարտին հասցնեմ դե հետագայում Արցախյան շարժումը երբ որ եղավ մենք ստացանք նոր հերոսներ, Մոնթեն, Լեոնիդ Ազգալձյանը, Պետոն եւ տարբեր շատ մարդիկ կային, այսինքն վերածնվող Հայաստանը նորից ծնեց, ավելի շուտ ոչ թե ծնեց, այդ մարդիկ գոյություն ունեին, հիմա էլ կան, հիմա էլ մենք մեր ժողովրդի մեջ ունենք Անդրանիկներ, Նժդեհներ, ուղղակի նրանց ամեն կերպ փորձում են ոչնչացնել, հնարավորություն չտալ, իսկ ինչը վերաբերում է ՊՊՑ գնդին, ուրեմն Նախ իմ զգացմունքը ասեմ, ես երևի իմ կյանքի մեջ ամենապայծառ ժամանակաշրջանը երևի թե այդ 15 օրն էր, որ մենք գնդում էինք, որտեվ ինքը շատ վառ էր, այն առումով, որ այդ ազատագրված ազատության, որ մարդ ի վիճակի է սեփական կամքով, սեփական ուժով այդ չնչին ուժերով այնպիսի գործողություն իրականացնել, որ ժողովրդի սրտով էր այդ ամենը։ Դա շատ կարևոր է։ Ես օրինակ հիմա վստահ չեմ, եթե նույնատիպ բան կրկնվի, ինչ աջակցություն կստանան այդ մարդիկ եւ ինչպիսի ուղղվածություն դա կունենա։ Կարող է եւ շատ հզոր լինի, կարող է եւ ոչ, բայց այն ժամանակ ակնհայտ էր, որտեվ մեր ժողովուրդը շատ խիստ բևեռացված էր, մի կողմը ռեժիմներ, մյուս կողմը մնացածն էին։ Սա այս թուրիմացությունը, որ եկավ, այդ թացը չորի հետ, այն լավը վատի հետ, սա ամեն ինչ խառնեց իրար, ասենց շիլաշփոթ սարքվեց, ժողովրդի ուղեղն էլ խառնվեց, հետո այդ պատերազմով գցեցին ժողովրդին շոկային վիճակի մեջ, հաղթելու ենք, հաղթում ենք ու միանգամից կապիտուլյացիա, դա լրիվ հաշվարկված
դե պարզ է ինքը այդքան խելք չունի, որ այդ գլոբալ տենց հարցերը լուծի, նրան ով որ պետքա հուշել են, չգիտեմ, հուշել են ինչքանը Կրեմլից, ինչքանը Իսրայելից, ինչքանը Թուրքիայից, ամենայն դեպս այդ հուշողները այսօր մենք տեսնում ենք, նրանք այդ շահագրգիռ կողմերը Իսրայելը տեսնում ենք, չէ, Ադրբեջանում ոնց է տնավորվում։ Այսինքն մեր համար պարզ է, չէ, այն հռոմեացիները ասում էին նայեք ումա ցանկացած բանը ձեռնտու։ Այսինքն հիմա մենք տեսնում ենք, որ այդ ամբողջ գործողությունները ինչը իրականացան, ունեին հիմնական այն պետություններն էին, այո, դա ըստ էության Կրեմլն էր, Անկարան, Բաքուն եւ Իսրայելը։ Իրանք էլ դե Պարոն Գերավեյան, բնականաբար նահանգները Եվրոպան էլ իրենց շահերը ունեն, բայց նրանք չէին այդ ամենախոշորը այստեղ գործողության մասնակիցները, էլի, նրանց էլ չմոռանանք։ Հա, ես ուզում եմ ասել, որ շատ ժամանակ այդ հանգամանքը Իսրայելի Միացյալ Նահանգների 1000 մի բան լսել եմ, հետևյալներն է հիմնական գծերը, որ Իսրայելը դե Ադրբեջանի կողմից է, բայց Իսրայելը մեզ դրոնների արտադրություն առաջարկի համագործակցությունն է դրանում առաջարկել, որ հրաժարվել ենք, Եվրոպական միությունը մեզ օգնություն է առաջարկել պատերազմի հետ կապված, Միացյալ Նահանգներն են ռազմաբազա ուզեցել տեղադրել, որ հրաժարվել ենք, 1000 ձևի օգնություններ տեղի ունեցել, որ մեր ոչ բարով ղեկավարությունները, չղեկավարությունները կամ դավադիրները վանել են այդ մարդկանց, հրաժարվել են, դե հետևաբար էլ ստացեք, դե Իսրայելը գնալու է այնտեղ արտադրի կամ այնտեղ նրանց հետ համագործակցի։ Ինչ կասեք այս մտքի հետ կապված։ Դե ես որ նաև Եվրոպան ու նահանգներն էլ նշեցի, իհարկե նշեցի այն առումով, որ նրանք ունեցել են իրենց մասնակցությունը, ուղղակի մի հատվածը բացասական, մի հատվածը դրական, ինչպես նշեցիք դուք։ Ինչը վերաբերում է Իսրայելին, դե Իսրայելին այս տարածաշրջանը ինչով էր հետաքրքիր, որ ինքը ունենա պլացդարմ Իրանի վրա ազդելու։ Հիմա եթե մենք համաձայնվեինք այդ արտադրությունը կամ նրանց այդ ռազմական համագործակցության, այսինքն իրանք ինչ նենց չի, որ իրանց ուշքը գնում է Հայաստանի համար, մեկ այլ ազգի համար։ Ես չեմ ուզում առանձնացնեմ մեզ, որ նրանք, չգիտեմ, մեզ չեն սիրում, մյուսներին սիրում են։ Ուղղակի Հայաստանը չէր կարող դառնալ պլացդարմ իդեմս Իրանի, իսկ Ադրբեջանը մեծագույն հաճույքով է դառնում, որովհետև ունի ընդհանուր շահեր ունեն։ Նա հավակնում է հյուսիսային, ուրեմն բանի Իրանի այդ հատվածին, Ատրպատականի, որը Ադրբեջան են կոչում, չնայած այնտեղ հիմնականում իրանացիներ են ապրում թուրքալեզու, ի տարբերություն Ադրբեջանի, բայց այնուամենայնիվ ինչ որ ընդհանրություններ ունեն, եւ Ալիևը դե իրեն դրել է Հուլիոս Կեսարի տեղը եւ հավակնում է, որ միացյալ Ատրպատական ունենան Ադրբեջան ճակերտավոր եւ ինքը երևի արդեն մտածում է, որ ինքը հերթական շահնշահն է լինելու այդ թրքատեսակների։ Իսկ ինչը վերաբերում է, հա, 18 թվականին այսպես կոչված տեղափոխության ժամանակ բանը նահանգները հենց այդ ժամանակ համագործակցության առաջարկներ արեցին տարբեր ոլորտներով, մինչև 9 միլիարդ դոլարի ներդրումներ էին առաջարկում։ Եվ հետագայում էլ թե այդ խաղաղարարները լինեին բանից սկանդինավյան, թե զենքի առումով շատ ես օրինակ շատերը միգուցե ուշադրություն չդարձրեցին, եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 3-ին այդ սանկցիաները զենքի վաճառքի տեղափոխման Իրանի հանդեպ Միացյալ Նահանգների սանկցիաները ավարտվեցին եւ նրանք չերկարաձգեցին անմիջապես, թողեցին ոնց որ բաց։ Այսինքն ես դա անկալեցի, որ Իրանի տարածքով, եթե Հայաստան զենք գա, Միացյալ Նահանգները դեմ չեն։ Թե չէ իրանք սանկցիան նորից կկիրառեին, բայց դե պարզվեց, որ այդ ամեն ինչը ոչ մեկին պետք չէր, որովհետև ինչպես սա հետագայում ախր ինքը մի քիչ բանել է, բացի նրանից, որ շատ եսասեր է, բացի նրանից, որ են փողոցային է, որ ասում են ժուլիկ է, ինքը նաև մի քիչ հիմարել է այն առումը, որ մեկ-մեկ նենց բաներ է ասում, որ ինքը իր դեմ է ասում։
հետագայում, էլի, այսինքն երբ որ ինքը ասում է դե մեկա պետքա տայինք, բա որ պետքա տայիր տղայիդ այն որ հերոսացնում ես բան չի ուղարկել որ գնա Արցախ իբր թե կռվի կամ կինդ այդ էրատո այդ սեքսուալ անունը դրել էիք այդ ջոկատի վրա գնացել էր այնտեղ չգիտեմ ու մեկ կան ոմանք այստեղ որ ինձ համոզում են բա գիտես ինքը գնացել էր իր ջոկատով այնտեղ չգիտեմ ինչ էր պահում Տո հենց հիմա տվեք մի հատ ավտոմատ տվեք դրա ձեռքը տեսնեն կարա քանդի հավաքի հեքիաթներ էին պատմում այսինքն մեր տղամարդիկ էլ չէին մնացել իրան փարանձեմ թագուհու տեղներ դրել Արշակ երկրորդին բռնել էին փարանձեմ թագուհին էլ ուրեմն Իրանի դեմ դուրս եկել բաներ արտագերս ամրոցներ պահում էլի հետո տարան գիտեմ բայց դե առոք փառոք տեսնում եք Աղեր ժողովուրդը չգիտեմ, մի մասը կարող է միամիտ ասենք, եթե որ նայում ես դրա ֆոտոսեսիաները, պատերազմի դաշտից ֆոտոսեսիաները սիրում Ինչ մաքուր շորերով ա, չէ։ Փայլում, տենց չկա տենց ֆոտոսենսա պրոֆեսիոնալ արդարված, ժպիտը դեմքին, ազերված է հանում ֆոտոսեսիաները մի մասը միտումնավոր դե այնքան տոքսիկ ժողովուրդ ունենք այդ հայտականքը որ ամեն ձև կարդարացնի մի մասը շահ ունի դե իհարկե parza մի մասը շահ ունի մի մասը պրոստը կեղտուտ մարդիկ են կարդարացնեն մնացած տուժումա սովորական 80-90% մնացած ժողովրդի ովքեր որ գիտակից են շատ թե քիչ Դե պատկերացրեք ինչ կարգի նա իր անձի հանդեպ բաներ բծախնդիր էր որ գոնե չէին բանան դուրս գա մի քիչ շորերի վրա փոշի քսվի մի քիչ էլ դեմքին մազերին այդ փոշին քսվի բայց չէ ոնց կլինի այնց նոր դիմա արդարից դուրս է եկել է սելֆիներ անում էլի Դե ոնց որ հրավիրում էին բան այդ ինչ անունը շուշի թեյ խմելու հենա լրիվ ճանապարհը բացեցին էլի հետո էլ ասում են թող չգնային ուրիշի տարածքում չկռվեին գերի չընկնեին սրանից այն որ ասում են տականքից տականք էլ կա ես չգիտեմ որ գերադրական աստիճանը սրանց մասին ասես որովհետև Ну չգիտեմ առողջ մարդու ուղեղում չի տեղավորվում այդ անսահման լկտիությունը, անսահման դավաճանությունը, անսահման եսասիրությունը եւ անսահման տխմարությունը։ Այն բանի Լուբյանկայի ֆոնին սարտիքս արկելը Բելի Ռոզի երկի տակ շատունովի որ բանը դեռը հասներն էին լսում, ես չգիտեմ, էլի մարդ հասկանում եմ որ ինքը մեզ ձեռք է առնում ժողովրդին ձեռք առնելով բայց միևնույնն է ամեն մի հումորի մեջ էլ համ ու հոտ պետք է լինի երբ որ մարդ տխմար է նրա կատակներն էլ են թեկուզ այդ հեգնանքն էլ է այտենց պրիմիտիվ էլի չգիտեմ ես գիրեք վերջին տարիները փոքրինչ փորձել եմ ուսումնասիրեմ անգլերենով կոչվում է dark triad այսինքն եռանկյունի չարի եռանկյունի կամ մի խոսքով մաքիավելիզմ, պսիխոպաթիա ու նարցիսիզմ էսի պսիխոպաթիա ամենածայրահեղ տեսակն է, բան նարցիսիզմի ամենաբարդ տեսակն է խառնված պսիխոպաթիայի հետ, որը որ հաճույք են ստանում մարդկանց նյարդերից, մարդուն հունից հանում են, որպեսզի միանշանակ ինքը այդ ամեն ինչի գերադրականն է, իմիջիալոց էլի մենք մի փոքր շեղվեցինք բանի առումով, երբ որ գնդում էինք մենք, հետո երբ որ մենք արդեն զենքը վայր դրեցինք նրա համար, որ անիմաստ զոհեր չտանք, որտեվ ցանկապատի այն կողմը էլի մեր հայրենակիցներն էին, ես դրա մասին շատ եմ խոսել, որ օրինակ Անդրանիկը Առաքելոց վանքում այդ պաշտպանության ժամանակ շատ ավելի բարոյական առումով հանգիստ էր, որովհետև ցանկապատի այն կողմում թուրքն էր գտնվում, թշնամին, իսկ մենք այն կողմում գտնվում էին թեկուզ ոստիկաններին կամ բան էին օրինակ առաջի օրերը զինվորականներ էին բերել բանակը օգտագործվել է հետո փոխարինեցին զինվորականներին ոստիկաններով բայց այնուամենայնիվ այդ ոստիկանները էլի մեր ժողովուրդն են ու փորձը ցույց տվեց որ շատ ոստիկաններ բարոյապես մեր կողմն էին էլ չեմ ասում
որ Սևանի մասնաճյուղը շատերը հրաժարվել էին գային եւ նրանց շատերին գործից հանել էին կամ նույն Տեփանոսյան յուրան, որին սպանեցին Սերժիկի հրամանով ըստ էության, բայց ի վերջո դա բարթեցին Սասնա ծռերի վրա։ Այդ մարդն էլ էր ինչի համար հայրն է քանի անգամ ասել, որ նա ըստ էության ինքը կողմ էր այդ ռեժիմից ձերբազատվելու եւ բնականաբար նման մարդկանց այդ համակարգը չի հանդուրժում եւ զոհաբերեց էլի համ գտելով մեր վրա որ ատելություն սերմանեն ժողովրդի մեջ որ տեսեք նրանք մարդասպան են համ էլ ներսում ցույց տան այդ պատժիչ միջոցով որ տեսեք եթե ձեզնից էլի ինչ որ մեկի մտքով անցնի նման ձևով խոսել կամ ավելի ռեժիմին չենթարկվել ուրեմն կստանաք սա Իմիջայլոց այդ մի բան էլ կա, չէ, տեսանյութ էլ կա, երբ որ Սերժիկ Սարգսյանը ասում է, եթե ինչ որ մեկը գտնվում է համակարգի մեջ եւ դեմ է խոսում համակարգի, այսպես ասած, պետության, կառավարության գործողություններին 10 րոպեից ես նրան գործից կազատեմ ու մի քանի անգամ շեշտում է ինքը դա Նույն արտահայտությունը եկեք շեշտենք, որ արեց Նիկոլը արեց, ով իմ ձետ համաձայն չի, թող դիմումը գրի դուրս գա։ Դե նույն դատարաններն էր, ասում էր ես ուզում եմ տեսնեմ այն դատավորին, որ ինձ ոնց որ կհակառակվի դատարաններում։ Այնպես որ ոնց որ ասած շունը տիրոջից հեռու չի գնում, դրանք բոլորը միատեսակ են, որտեվ ոնց որ ասած մի մորից են տարբեր հայրերից են ես դրանց տենց եմ անվանում այնպես որ սա է մեր իրականությունը ցավալի բայց ինչ էի ուզում ասեի որ երբ որ մենք զենքերը վայր դրեցինք ես հետո գտնվելով արդեն անազատության մեջ բանտում շատ էի մտորում որ մեր ժողովուրդը միգուցե ինչ որ միտեղ հուսալքված լինի որ վերջնական արդյունքը լիարժեք չեղավ, չնայած մենք իշխանությունը կիսեցինք։ Նա դարավ երկգլխանի, որը հետագայում այ արդեն 18 թվականին այդ ներքին հակասությունները այդ երկու գլուխների վերեցին նրան, որ ծնեցին երրորդ գլուխը Նիկոլին ծնեցին։ Այդ հրեշը երկու գլխանի էր, դարավ 3 գլխանի, հիմա մնացել է այդ նորածին թուրիմացությունը, էլի։ Այն Աշոտյանը որ խոսում էր այն ժամանակը Ծառուկյանի մասին, եսի ինչ այդ էս ծնվեց։ Հա, նա փառք է սրա մոտ, ասած որ համեմատում։ Ես այսօր հենց գիտեք ինչ էի հիշել, որ հենց Սասնա ծռերի գործողության հետ ասոցացվելով ինքը ինչ որտեղ իր կերպարը փորձեց լուսավորի կամ եւ նույն տրամաբանության վրա, նույն տրամաբանության հողի վրա հեղափոխությունը տեղի ունեցավ, սակայն Սասնա ծռերը ոչ ազատվեցին, ոչ արդարացվեցին, ինչ որտեղ մի մասը, բայց բոլոր տղաներն էին այդ նույն տրամաբանության հետևելով գնացել այդ գործողություններին, բա եթե դու արդարացնում ես մի ձեռքով չես ազատում այդ հիպոկրատիկ ըստ էության ինքը ոչ մեկին չի ազատել, ընդհանրապես խափանման միջոցն է փոխվել 30 հոգու նո էլի մարդիկ կային որ աջակից են եղել էլի բանտարկվել էին բան բայց ըստ էության խափանման միջոցը փոխվեց ես դեռ երբ որ մենք բանտում էին գտնվում ես դրա մասին խոսել եմ այն պահին երբ որ ես դատարանում դրա մասին դա տեսանյութերը կա ես ասում եմ մեր այս քան ամիսների ընթացքում պետությունը մեր վրա ծախսել էր մոտավորապես $150,000 փող ասում էի թողեք մենք տնից կգանք դատարան այդ գումարները տվեք թոշակառուներին որովհետև թոշակառուները փաստորեն որոնք հանցանք չեն կատարել որոնք բարեխիղճ աշխատել են ամբողջ իրենց կյանքում դե այդ արդեն երբ որ ես բանտում էի շատ բաներ այնտեղ ներսում տեսնում ես այսպես թե այնպես բանտում քեզ անվճար կերակրում են մոտավորապես նույն լույսը կա տաքությունը կա եւ մոտավորապես այն ժամանակ 6000 դրամ օրական փող էին ծախսում ամեն կալանավորի կտրվածքով մոտավորապես $300 կամ եվրո ավելի ճիշտ 300 եվրո գումար էր ծախսվում ամեն կալանավորի կտրվածքով
Այսինքն ամեն մարդ $300 ինչքան այնտեղ բանտում ես գտնվում, այդքան քո վրա ծախս են անում։ Եթե դու գտնվում ես 10 ամիս, 3000 եվրո քո վրա արդեն պետությունը ծախսել է։ Էլ չեմ ասում, որ մեզ սկզբնական փուլում ամեն մեկից նստածնում էին մեկ մեքենա եւ ահռելի մի շքախմբով, սկի երևի Սերժիկը նման շքախումբ չուներ, մեզ տանում էին դատարան, հետո հետ էին բերում։ Հետո քիչ-քիչ սկսեցին մեզ խտացնելը, ավելի մի քանի հոգի իրար հետ էին բանանում, տանում, բերում եւ այլ եւ այլ։ Համենայն դեպս այդ ինչը որ բան էր, այդ գումարները որ չծախսվեին, հիմա եթե մենք նույնանման խափանման միջոցը չփոխվեր, մենք հիմա այդ մնացած 20 հոգին գտնվում ենք, այսպես ասած, պայմանական ազատության մեջ, մենք խափանման միջոցն է փոխված, մեր դատերը գնում է։ Այսինքն նույն հոդվածները ինչով տղաները նստած են, նույն հոդվածներով մեզ դատում են, եթե այդ դատը ավարտվի, ես շատ կզարմանամ, երբ որ 30 հոգի նույն արարքն են կատարում մոտավորապես, մի քիչ էսկոմ ենկոմ, ու մի մասին արդարացնում են, մյուսին բանտարկում են, դա աբսուրդ է, նախադեպի հարց կա, չէ, կամ այն 30-ը պետքա բանտարկվեն, կամ այն 10-ը պետքա ազատվեն։ Հիմա այդ օրենքը 18 թվականին Սասնա Ծռերին վերաբերող, երբ որ հանեցին վերապահումով, եթե տուժած կողմը չի բողոքում, բայց տուժած կողմը, որովհետև Իդեմոս Օսիպյանի նշանակվեց բանի ներքին գործերի նախարար, այդ մարդն էլ բողոքում էր, բնականաբար մյուս ենթակաները, որոնք մեր հետ շատ լավ հարաբերությունների մեջ էին եւ որ մենք գնդում էինք եւ Օսիպյանին էլ ոչ մի sense ասած վիրավորական բան չի եղել այդ սկզբնական փուլում երբ որ գունդ բերվեցին կարող է ինչ որ մի բան իրանց դուրը չի եկել բայց գնդում նրանց վերաբերվել են շատ նորմալ ու բոլոր ոստիկաններին իրանք եթե խիղճը չեն կորցրել իրանք դա կփաստեն այնպես որ բնականաբար եթե վերադասը բողոքում է, ստորադասները բնականաբար նորից բողոքում են։ Իսկ հիմա պատկերը փոխվել է, հիմա Օսիպյանի հետևից են ընկել անշարժ գույքեր են այնտեղ հայտնաբերել, չգիտեմ, ընտրություններ է գալիս, այսինքն ինքը այն ժամանակ չգիտեր այդ ամեն ինչի մասին, հա, հիմա նոր իմացավ։ Ես վստահ եմ, որ Օսիպյանը ինչ որ ձեռք բերել է նախկին ռեժիմի ժամանակ, դրանից ավել հաստատ Նիկոլի ժամանակ ձեռք չի բերել։ Այնպես որ բա եղբայր դու նախարար ես նշանակում այդ բարեվարկությունը չես նայում դրա համար այդ օրենքը չկիրառվեց այդ դատերը գնացին հետո երբ որ Սասնա Ծռերը ակտիվություն ցուցաբերեցին քաղաքական թե պատերազմից առաջ թե հետո այն Սալավյովը այն մի հատ տենց բան կա չէ ծիտիկ կա Կրեմլին այդ երբ որ բան արեց սկսեց երկել է ովքեր են այդ ռադիկալները Հայաստանում ինչի նրանց չեն ձերբակալում Նիկոլը միանգամից համ բան արեց ոնց որ ասած մեզ տրոհելու նպատակով համ էլ բավարարելով Կրեմլի ցանկությունը տարեց այդ 10 հոգուն բանտարկեցին նենց որ ինքը ոնց որ միանգամից երկու նապաստակ խփեց էլի բայց իրականում ասում եմ մեր ժողովուրդը հիմա որ խոսք կա լինում երբ որ ես խոսում եմ մեր դատերից զարմանում են ասում են ոնց ձեզ ինչի չեն ազատ արձակել ասում եմ ժողովուրդ ջան մեր խափանման միջոցն են փոխել ախր դա տարբեր բաներ է հիմա նույն բանի Սամվել Կարապետյանի Տաշիր խմբի ղեկավարի որ ինչ արեցին խափանման միջոցը փոխեցին նենց չի որ այդ մարդուն բաց են թողել որտեվ ըստ օրենքի ամեն 2 ամիսը մեզ քեզ բռնում տանում էին դատարան դատարանը նորից վերահաստատում էր որ մենք վտանգավոր ենք որ գտնվենք ազատության մեջ նորից տանում էին հետ բանտ ու էլի 2 ամիս հետո ամեն անգամ այդ մինչև դատական process-ը սկսելը մեզ տարի ու կես անընդհատ տանում էին դատարան 2 ամսով խափանման միջոցը երկարաձգում էին նորից հետ էին տանում այնպես որ մեր ժողովրդին նորից անգամ ուզում եմ հիշեցնեմ որ մենք դեռ դատերի մեջ ենք իսկ այդ առաջի խմբի դատավոր Մակյանը որը պատվեր կատարող դատավոր էր հին ռեժիմի ժամանակ հասցրեց այդ արագ ձևով
դատերը ավարտեց եւ գնաց բարձրագույն դատական խորհրդի դատավոր դարձավ, այսինքն խրախուսվեց Սասնա ծռերին բանտարկելու համար։ Այսինքն եթե դուք օրենք եք հանել, այդ օրենքը իմիջիալոց դեռ գոյություն ունի, այնպես չի, որ բանը, որովհետեւ դա ոչ թե որոշում էր, այլ օրենք էր, որ բանը ընդունել էր ազգային ժողովը։ Այնպես որ հիմա իրավիճակը սա է, ցանկացած ժամանակ մեզ կարող են բանտարկել, ցանկացած ժամանակ տղաներին կարող են ազատ արձակել, որովհետև ես կասկածում եմ, որ նման իրավիճակում նույն Օսիպյանը բողոքի։ Ինքն է արդեն նույն կրակը ընկել։ Ու իմիջիալոց ես որ մեկ-մեկ նայում եմ այն Աշոտյանները ու նրա նմանները կամ Սերժիկները բանտում են կամ բանում դատարաններում են Քոչարյանները, այդ շատ հաճախ հիշում եմ ռուսական այդ NKVD-ի հիմնադիրներին Եժովին ու Յագոդային, որոնք այդ անմարդկային մարդկանց ծեծելով, մարդկանց խոշտանգելով, մարդկանց իհարկե նենց չլինի, որ մարդիկ մտածեն 100%-ով եմ համեմատում, չէ, ուղղակի այն համակարգը, որ իրանք ստեղծեցին, իրանք դարձան այդ համակարգի զոհերը։ Հիմա ես որ նայում եմ այդ Սերժիկները, Քոչարյանները, որ դատարանում եմ, ասում եմ, հե գիտի, հա, դուք հեչ կմտածեիք, որ կարող է գա մի օր, որ ձեր ստեղծած այս համակարգը դուք ընկնելու եք նրա մեջ, որտեվ իրանք ընկել են իրանք ստեղծած համակարգի մեջ։ Եթե իրանք այս երկիրը նորմալ կառավարեին ու մենք ունենայինք ժողովրդավարություն, որտեղ մենք դիկտատուրա ըստեյության, ասենց ասած, դասական առումով չենք ունեցել, այսպես չէր լինի, արդարադատություն կլիներ, նորմալ դատարաններ կլինեին կամ իրենց կմեղադրեին, կդատեին կամ կազատեին, այս մարդիկ կգնային։ Հիմա տեսնում եք բոլորին այսպես կախել է օդի մեջ, այդ խորհրդարանը պատահական նման բան չունեցավ այդ մարդկանց հավաքածուն, որովհետև ինչ լինում է, բա ձեր ժամանակ սենց էր։ Բանենց աներ, թող խորհրդարանում լինեին այն մարդիկ, դրանք չլինեին։ Հիմա փաստորեն ստացվում է, ինչ կարգի անբարոյական պետք է լինի մարդ, որ այդ մարդիկ ու նրանք էլ հետները, որ այդքան երկիրը թալանելուց հետո հիմա այնտեղ նստած են, մեծ խոսում են ու հլը ժողովրդի հավաքած հարկերից էլ ռոճիկ են ստանում, հլը մի հատ էլ պարգև վճար են ստանում։ Բա դու այն Նիկոլ Գետինը չես մտնում, նույն այնտեղ այդ բոլոր այդ Տարոն Մարգարյանը գոնե մի անգամ վեր կաց մի երկու բառ խոսա։ Բա այդ գումարները որ ստանում գնում ես, այսինքն ինքը սրանց ոնց որ լեգիտիմացրեց, պահեց, որտեվ նրանք արդեն պարզ չէր, որ գործարքի մեջ է նա նրանց հետ։ Էլ չեմ ասում, եկավ չեկավ այդ դղյակը, որ նու պետական այդ շենքերը որ կա, որտեղ ինքը բնակվում է, դե մեր համառանոցը եկավ չեկավ $1 միլիոն ավել փող ծախսեց վերանորոգեց, այսինքն Սերժիկի վերանորոգածը իր սրտով չէր, հա, 4 ամիս Սերժիկի հետ ապրեց, իշխանության փոխանցում արեցին, չգիտեմ, այնտեղ Ռիտա Սարգսյանը, չգիտեմ, ինչեր մուրաբաներ նռան հյութեր տանում, ինչեր տանում, տենց բան էին, ընտանիքներով ընկերացել էին, էլի։ Դե այս ամեն ինչը խեղճ կատակություն է, էլի, խեղճ կատակություն։ Մեր ժողովրդի ասում եմ մի հատվածը դե նոր չի, շատ վատ հիշողություն ունի, որտեղ երբ որ Լևոնը 18 թվականին նորից 8 թվականին 2008-ին, երբ որ ի հայտ եկավ, ես ասում եմ, տեսնես ով կգնա, մեր ժողովուրդը չի հիշում, նայել էր իմիջիայլոց ժողովրդին հեգնում, ինչ եք ինձանից ուզում, իր լուրջ դեմքով, ես ձեզ ասել եմ լավ կլինի, լավ չի լինի, կամ իրար պարտքով փող տվեք ապրեք։ Սա նրա աշակերտն է, ուղղակի սա մի քիչ դեֆեկտավոր է, էլի, մի քիչ ավելի նա շատ ավելի զգուշ է, զգոն է։ Տեսեք, նա անընդհատ չոր է դուրս գալիս ամեն ինչից։ Այնտեղ շատ բաներ, տեսեք, Վազգենը սպանվեց, Վանոյին արանքից անեցին, շատ բաներ եղավ, որ շատ բաներ նրանց ձեռքերով է արել բանը Լևոնը, բայց տեսեք ինքը մաքուր անընդհատ դուրս է գալիս եւ մինչեւ հիմա էլի որպես ռեգիոնալ գեներալ մնացել է։
ինչ լուրջ թեմա ալնում եմ եւ նույնա նրա հետ գնում են խորհրդակցում են, որտեղ նա խորքային շատ կառավարում է այս համակարգը։ Խորհրդակցում է, էլի, այսպես ասած։ Դե եթե նա ասել է, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, էլ ինչ դրա այդ խոսել կամ խոչընդոտել է բոլորը գիտեն, որ պատերազմի Արցախյան պատերազմի ժամանակ ինքը խոչընդոտ է հանդիսած ամեն ինչով։ Ես էլ հո այդ ամեն ինչի մեջ եմ եղել։ Ես այդ առաջի օրվանից այդ շարժման մեջ եմ եղել, բոլորին անգիր հիշում եմ։ Եթե Աշոտ Մանուչարյանը բան չաներ, նա էր շատ ավելի լավ հռետոր, ոգեշունչ խոսում էր, հետո նոր Լևոնն էր խոսում։ Նա ժողովրդին տաքացնում էր, հետո հանձնում էր Լևոնին, որտեղ որոշել էին, հետո Մանուչարյանի խիղճը մարդկային ուրիշ էր, ընկան նրա հետևից քիչ էր մնում սպանեին այդ մարդուն։ Սկզբում հիմա ասեմ շատերը մոռացել են երևի, երբ որ նա դուրս եկավ այդ ՀՇ-ի շարքերից ու Լևոնին անդիմացավ, ով ասում էր, որ նա տականք հաստեյության, ասեցին, որ Աշոտ Մանուչարյանը Բուլղարիայի գործակալ է։ Ես որ այն ժամանակ էլ լսեցի ծիծաղս եկավ, մինչև հիմա ծիծաղս գալիս է, թե ինչի համար հենց Բուլղարիայի, եթե օրինակ են բանին, վայ, մտքիցս գնաց, կին կար է, բուլղարացի լրագրող, ոնց էր ազգանունը, Սվետանա։ Հա։ Ինձ հուշում են Սվետանա։ Պասկալևա կարծեմ։ Հա, օրինակ որ իրեն ասեին, դա ինքը ազգության բուլղարուհի էր, հələ կասեմ, հա, բայց չի էց։ Բուլղարիայի լրտես, չգիտեմ։ Հա, էլի մենք բան արեցինք, իմիջիալոց էս բանտում իմ մտորումների ժամանակ ես մտածում էի, որ մեր ժողովուրդը կարող է ինչ որտեղ հուսախաբված լինի բան, բայց պարզվեց չէ։ Դե նախ բանտում մեզ սկզբում փորձեցին մեր դեմ լարեն կալանավորներին, որոշ քրեական հեղինակությունների միջոցով, բայց ի պատիվս մեկ այլ խմբի քրեական հեղինակությունների նրանք ժողովրդի լեզվով ասած մեզ ընդունում էին որպես ազգային արժեք եւ այդ հակամարտություն ա եղել, շատերը կարող է չգիտեն, որ քրեական աշխարհը կիսվել էր երկու մասի, մի մասը Սերժիկի ծառաներն էին, մյուսը ազնիվ, այսպես ասած, հեղինակություններն էին, որոնք արդարության կողմն էին եւ նրանք մեկը մյուսին նրանք բան էին անում, ամբողջ բանտում տարածել էին, որ պետքա լինի համաներում պետքա լինի, այս ասնածռերի պատճառով համաներում չեն անում եւ շատերը, ես էլ եմ շատ զրույց բացատրել, հետո հանդարտվեց։ Բացատրում էի, որ ժողովուրդ ջան, դուք խելացի մարդիկ եք։ Մեր այն բաները, հոդվածները, որ կա, նրանք շատ բարձր են, 10 տարուց ավել են, եթե ընդհանուր գումար ենք։ Իսկ այդ համաներումը մինչև 6 տարին է, ով ազատազրկված է մինչև 6 տարի ազատազրկման։ Նենց որ մի խառնեք մեկը մյուսին ու մի դարձեք գործիք այդ տականքների ձեռքը։ Հետո դե շփվելով մեր հետ արդեն բան անելով, որտեվ ինչքան էլ դու ուզում ես, ով ուզում ես եղի, մարդու հետ մինչև չեն շփվում, մարդկային հարաբերությունների մեջ է, չէ՞, կամ սերը, հարգանքը, ամեն ինչ առաջանում ըստ քո պահվածքի, դրվածքի։ Այնպես որ մեր հետ շփվելով, բան անելով, բանտը հանդարտվեց։ Եվ նաև այդ բացատրական աշխատանքը ես եւ իմ ընկերները որ տարան, որ մեկը մյուսի հետ մի կապեք, դա հեչ կապ չունի, դե իրանք էլ արդեն հասկացան եւ բան չարեցին։ Բայց երբ որ մենք դուրս եկանք, եղել է որ մեզ ինձ կամ միասին ենք եղել ընկերներով մոտեցել են պատահական մարդիկ եւ ասել են ձեր շնորհիվ մենք Սփյուռքից վերադարձանք Հայաստան բնակության, վերադարձանք։ Ես շատ համ շոյված էի, համ շատ զարմացած էի, որովհետև մտածում էի միգուցե որ մենք այսպես ասած վերջնական չհաջողեցինք, երևի մարդիկ մտածեցին, բայց իրականում պարզվեց որ չէ։ Պարզվեց որ լրիվ հակառակը, ժողովուրդը ոգեշնչված էր։ Եվ իրականում, եթե բարոյական առումով վերցնենք, մենք հաջողել ենք,
որովհետև ժողովուրդը մի բան հասկացավ, որ ինքը ընդունակ է, եթե ցանկություն ունի։ Եթե 30 հոգին կարողացան այդ համակարգը թափ տան նենց, որ մինչև Կրեմլը ձայնը հասնի, ահռելի բավականին լուրջ զորամիավորում էին բերել Ռուսաստանից։ Ես երբ որ գնդում էի դրսի հետ, երբ որ զրուցում էի, ասում էին Էրեբունու օդանավակայան անընդհատ ինքնաթիռներ են իջնում, բարձանում, անընդհատ։ Հետո երբ որ ես արդեն բանտում էի, ես այդ Էրեբունի օդանավակայանը Նուբարաշեն քրեակատարողականից հեռու չի։ Ես մոտավորապես երևի 10 օրից ավել անընդհատ լսում էի ռազմական ինքնաթիռների ձայնը։ Ոնց որ եկել էին, հենց էլ թողեցին հետ գնացին, ինչ որ բերել էին։ Այսինքն դա էլի ապացույց նրան, որ ռեժիմը եւ Կրեմլը բավականին վախեցած էին, որ այստեղ չլինեն փոփոխություններ։ Դրա համար են որոշ տխմարներ, որ խոսում են, որ ասում են դե Սերժիկի պրոյեկտն էր, չգիտեմ ինչ էր, այդ կիսա գրագետին սարքել են մի հատ պրոֆեսոր, չգիտեմ շախմատիստ, ես ինչ։ Ես օրինակ վատ չեմ խաղում շախմատ, շատ մեծ հաճույքով կխաղայի Սերժիկի այդ շախմատ։ Ես վստահ եմ, որ կարող է նարդի լավ է խաղում կամ չգիտեմ բլոտա լավ խաղում ինչ, բայց շախմատ կասկածում եմ, որ նա լավ է խաղում։ Որտեվ մի մարդ, որ նման կեցվածք ուներ, պահվածք ուներ, թվում էր թե դառնալով երկրի նախագահ նա պետքա վեր աճի ինչ որտեղ, բայց նա փոխանակ Սաշիկը աճեր Սերժիկի մակարդակին, ինքը սկսեց իջնել Սաշիկի մակարդակին։ Դրա համար չգիտեմ, մենք ամեն դեպքում թե գտնվելով բանտում են ժամանակ, թե հիմա մենք բոլորս նույն կարծիքին ենք, որ մենք ինչ արել ենք ճիշտ ենք արել, լավ ենք արել, քիչ ենք արել։ Եվ չգիտեմ, քիչ եք արել, բայց լավ եք արել միանշանակ։ Դե ամեն դեպքում եթե 30 հոգին ունակեին նման ազդեցություն ունենան իշխանության վրա, որ այդ դևը կիսվեց դարձավ երկու գլխանի, որոնք հակասության մեջ էին, ես վստահ եմ, որ եթե 100 հոգի բա լինեն, բա որ 1000 լինի։ Մի քանի տեղ լիներ ձեր ասած։ Եթե 1000 լինի, ես չեմ պատկերացնում, որ թեկուզ ռեժիմը, երբ որ արդեն ատելի է մարդկանց համար, ես չգիտեմ էլի ոնց կարող է նա դիմակայի, որովհետև ուժայիններն էլ դե շփվում ենք, տեսնում ենք էլի, ես օրինակ միշտ եմ ասել ոստիկաններին մի անձնավորեք, ընդհանուր իհարկե պահվածքը քննադատել պետք է, բայց երբ որ դու անձնավորում ես, ինքը ոնց որ արդեն մոռանում է, ինքը կարող է քո ներքուստ քո կողմը լինի, կարող է X պահին նա ընդհանրապես չմիջամտի, կարող է միանա, բայց երբ որ դու անձնավորում ես, արդեն ինքը քեզ անձնապես չի սիրում, կոպիտ ասած, էլի։ Ու ես դրա օրինակները ունեցել եմ, օրինակ նույն Մաշտոցի պուրակի այդ հայտնի պատմությունները, երբ որ եղավ, դա երևի Հայաստանում առաջի լուրջ ընդվզումն էր հանրային, սենց ասած, այդ ռեժիմի ինքնական գործողությունների դեմ եւ կային ոստիկաններ, որոնց հետ սկզբում կոնֆլիկտով ես ծանոթացա եւ տղաները հետագայում բավականին մտերիմ հարաբերություններ առաջացան մեր մեջ եւ երբ որ մեր երեխաներին այդ քաշքշուկների ժամանակ, ծեծկրտոցների ժամանակ ես ինքս տեսել եմ ոնց են նրանք փորձել իմիտացիա են արել, որ իրանք գործողություն են անում, բայց մյուս այն տականքներից են, որ ասում են մլիցա, այդ մլիցեքից պաշտպանում էին այդ երեխեքին, աղջիկների, տղաների, երիտասարդ, որ նրանց քիչ վնաս տան։ Ես դա իմ աչքով տեսել եմ։ Ես կասեմ, ավելին էլ կասեմ, օրինակ դեպք եղավ, որ աղջիկներից մեկը այդ տղաներից մեկի ուսադիրը պոկեց, շպրտեց, եւ այդ մարդը ոչ մի ընթացք չտվեց դրան։ Մենք հետո աչքերով հանդիպեցինք միմյանց այդ գործողության ժամանակ, ես բան արեցի, որ հետո այդ մարդը կես բառ չասեց։ Հիմա ինքը բավականին մեծ պաշտոն է գրավում այդ համակարգում եւ շատ ժողովրդի համար ատելի է։
Ես անունը չեմ տա, որտեվ ես լավն էլ չեմ մոռանում, վատն էլ չեմ մոռանում ներկայիս։ Ամեն դեպքում ինչը վերաբերում է այդ վատին, թող իր խղճի վրա մնա, մանավանդ որ ինքը Արցախի ծնունդ է։ Վատին եւ տարբերին, որովհետեւ անտարբերների վրա խղճինել բավականին։ Այո, դրա համար մենք ամեն դեպքում պետք չի բան անել նախ ժողովրդին վիրավորել, որտեվ կան, չգիտեմ, ես իրանց արդեն քաղաքական գործիչ չեմ համարում, որովհետև եթե նա սեփական ժողովրդին արհամարանքով է վերաբերվում, դե բնականաբար ինքը իրան վեր է դասում, որ ինքը վերին արտիցորեն է, իսկ նրանք շեխ են։ Եթե այդպես է, ինչ ես ուզում այդ մարդկանցից։ Եթե մեր պետությունում բոլորը այդպիսին են, դու ընդհանրապես ինքնահաստատվում ես տենց խոսելով, ինչ ես ուզում այդ ժողովրդից։ Իսկ եթե դու ուզում ես կոպիտ ասած դու ժողովրդին ասում ես ոչխար են, եթե ոչխար են դու ուզում ես դառնաս գլխավոր ոչխարը, որ գլխավոր ես այդ ոչխարներին, այսինքն այդ տրամաբանություն էլ չկա։ Ուրիշ բան, որ մեծամասնություն, ուղղակի մենք մի բան պետքա հասկանանք, ես ես քաղաքական դես պայքարի մեջ, որտեվ 88-ից սկսած, ասում եմ, առաջի օրվանից այդ ամեն ինչի մեջ եմ եղել, իսկ մինչև այդ ես էլի դիսիդենտ եմ եղել իմ հոգով, իմ ամեն ինչով ու միշտ զարմացել եմ, թե ոնց են ռուսներին համարում մեր բարեկամ, որտեվ ասում եմ, պատմության գրքերը կարդացեք եւ այնտեղ ամեն ինչ երևում է։ Այսինքն ոնց էին անում բոլշևիկյան այդ քարոզչության մեջ ինչպես էր, իրանք ճիշտը գրում էին ցարական Ռուսաստանի մասին ու բոլոր բացասական կողմերը բարդում էին թագավորների վրա, այդ կայսերական համակարգի վրա, բայց ճիշտը գրում էին, չէ՞։ Բա դուք կարդում եք, տեսնում եք, եկան, մտան, հետո հետ քաշվեցին, հետո սա արեցին, հետո այսքան հայ կոտորվեց, հետո սա եղավ, բայց բարեկամը ո՞րն է։ Կամ քեզ սկզբում պետության վերականգնում են խոստանում, հետո ինքնավարություն են խոստանում, հետո չգիտեմ ինչ են խոստանում, վերջում դու ստանում ես 0։ Վերջում էլ ասում են վերենգի տեղդ, ոնց որ մեր էլի հայ գեներալների ռուսական բանակի զգուշացրել էին, ասում էին մենք թույլ չենք տա երկրորդ Բուլղարիայի կրկնությունը, որտեղ Բուլղարիան դե օրինակ բուլղարացիները կարող են երախտապարտ լինել ինչ որ միտեղ Ռուսաստանի, որովհետև անկախությունը վերականգնեցին հենց ռուսների միջոցով եւ ոչ միայն Բուլղարիան, նաեւ բալկանյան երկրները, բայց հետագայում մենք տեսանք էլի նույն դավաճանությունը, սերբերին ոնց տվեցին կոպիտ ասած փուրը էլի ժամանակին, իսկ այո, իսկ նրանք հույս ունեին, ոնց որ մենք ստացանք Արցախում, նույնը նրանք ստացան այնտեղ։ Մի խոսքով, պարոն Գերամետյան, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, որևէ ամփոփիչ խոսք մեր ժողովրդին ուղված, համեցեք։ Միանշանակ ես միշտ աշխատում եմ նման ձևով ավարտեմ, որովհետև պարտվող ժողովուրդ չկա։ Չի կարող ժողովուրդը պարտվի։ Ժողովուրդը կամ վերանում է բանից, թաթերաբեմից պատմական, կամ եթե մնում է, ուրեմն ինքը պետքա ձգտի վերականգնի իր իրավունքները։ Այսինքն վատ է այն մարզիկը, որը պարտությունից հետո չի ուզում հաղթել։ Նենց որ մենք ոչ միայն իրավունք ունենք, այլ նաև պարտավոր ենք վերականգնել պատմական արդարությունը։ Այդ տխմարությունը պատմական իրական Հայաստանի մենք ունեինք իրական Հայաստան ներառյալ Արցախը, հիմա այս ողորմելին սարքեց Արցախը պատմական։ Այսինքն հիմա պատմությունը էլ մերը չի, մոռացեք։ Այսինքն մենք պետքա հասկանանք մեր պատմական բնորանը մերն է եղել եւ պիտի լինի։ Եվ անկախ նրանից ում տիրապետության տակ է նա գտնվում, մենք մի բան պետքա հասկանանք, որ մարդ իր հորից ու մորից, եթե հրաժարվում է, ուրեմն ինքը արդեն մարդ կոչվելու իրավունք չունի։ Արարատը, Վանը, Բիթլիսը, Էրզրումը, չգիտեմ, ամբողջ այդ տարածքը մենք ունենք թե թուրքական հատվածում, թե Արցախը, Նախիջևանը, Ադրբեջանում, դա մեր բնորանն է, դա մեր ծնողն է, այնպես որ դա մերը կլինի մեր հոգում այնքան ժամանակ, մինչև մենք դա չենք իրականացնի։
եւ ով ուրանում է այդ ամեն ինչը, այդ 1.5 միլիոն նահատակների հոգիները թող նրան ոնց որ այդ մեր իշխանները շատ իրենց գրառումներում գրում էին, թող նզովվեն հավիտյանս հավիտենից սերունդներով այնպես որ մեր ժողովուրդը ցույց է տվել որ ինքը միասնական կարող է լինել ինքը երբ որ միասնական է մենք հաղթող ենք միշտ լինում եւ այդ ամեն ինչը թող չմոռանան այդ 20 թվի պատերազմ գնալու երկու պարը թող չմոռանան իսկ թե այս տխմարները կգնան բայց մենք կմնանք եւ ես վստահ եմ ուղակի որ մեր այս արիական մեր հայի գենը ոչ թե գերադրական առումով եմ ասում մեկ այլ ազգերի այլ ուղղակի պատմական իրականությունն եմ ցիտում որ մենք իրավունք ունենք այս աշխարհում լուրջ ազգերի կողքին ունենալ մեր այն տեղը որին մենք միանշանակ արժանի ենք ու այդ աշխարհի բոլոր երկրներում մեր հայ երեխաները մեր հայ գիտնականները որ եղել են մենք աշխարհի զարգացման ցիվիլիզացիայի զարգացման համար ահռելի մեծ ուրեմն բան ենք ներդրում ունենք ես սա չեմ ասում մեր ժողովրդին գովելու համար ես սա ընդհանրապես փաստում եմ փաստեր են դրանք թող դնեն մարդիկ նայեն ինչքան գիտնական ինչքան արվեստագետ եւ այլ ամեն ինչից մենք ունենք եւ բոլոր այն երկրներում որտեղ մեր սփյուռքը եղել է միշտ եղել են ցանկալի ու բոլոր թեկուզ նույն եվրոպական եթե մենք նայենք թագավորները տարբեր ժամանակներ տարբեր թագավորներ ինչքան արտոնություններ են տվել հենց հայերին թե վաճառականներին թե հայ համայնքին այնպես որ ժողովուրդ ջան ես հերթական անգամ դիմում եմ ձեզ դուք ունակ եք եւ այս 26 թվականի ընտրությունները խայտարակ մի ընտրություն են սրանք սարքելու ամեն դեպքում կոչ կանեի գնաք ձեր ձայնը տակ բնականաբար ոչ սրանց ոչ են հներին եւ մենք ինձ թվում է մենք ամեն ինչ պետք է անենք որ դուրս գանք որտեղ մենք արժանի չենք էլի սրան իդեմս Նիկոլի մեզ ամբողջ մենք ամբողջ աշխարհի առաջ խայտարակվել ենք եւ նաեւ մեր տղաներին եմ ցանկանում առողջություն մեր սասնածռերի որոնք այս պահին անազատության մեջ են եւ դե չեմ ասում որ իրանք մնացած արժանինքները ունեն ընդհանրապես ես ուզում եմ որ նրանք հայտնվեն հնարավորինս շուտ ազատության մեջ եւ մենք մեր ժողովրդի հետ միասին փորձենք կերտել արժանի Հայաստան Եղավ պարոն Գերավետյան ամփոփիչ խոսքեր ես մեր հետևորդներին պետք է ասեմ որ հետևեք նաև Վարդան Գերավետյանին փնտրեք YouTube-ում հետևեք նրա խոսքերը եւ ինչպես տեսնում եք միակ ուժը որը որ փորձում է ելքեր մանգալ այս իրադրությունից դեռ խոսում է հայկական շահի մասին եւ չի մոռացել մեր բնորանը ինչպես պարոն Գերավետյանը նշեց դա մենք ենք դա սասնածռերն են դա բևերն է ձեզ շնորհակալություն պարոն Գերավետյան ես եմ շատ շնորհակալ եւ շատ հարգելի էր հերթական անգամ ձեր հետ հանդիպել նմանապես հուսանք մի օր շախմատ խաղանք իրար հետ այո ամենայն բարի ստեսություն Merci